Առնվազն 20 մարդ է զոհվել Լիբանանում Իսրայելի օդային հարձակումներից։ Թել Ավիվի թիրախում հիվանդանոցներն են եղել։ Ցհալի ավիահարվածից 4 մարդ է զոհվել Տյուրոսի բժշկական կենտրոնում, վիրավորվել են շտապօգնության աշխատակիցներ։ 9 մարդ էլ վիրավորվել է Բին Ջբեյլի հիվանդանոցի վրա հարձակումից։ Ռազմական հանցագործություն է անվանում Լիբանանը Իսրայելի գրոհը բժշկական կենտրոնների վրա։ Միջազգային կազմակերպություններն էլ ահազանգում են, Լիբանանում շատ հիվանդանոցներ այլևս չեն գործում, ինչը սրելու է հումանիտար ճգնաժամը երկրում։ Իսրայելի հարվածներն անպատասխան չի թողնում Հեզբոլլահը, հարվածելով հարավային Լիբանանում գտնվող հրեական ուժերին։ Փոխադարձ հարվածների ֆոնին Միացյալ Նահանգները մինչև $10 միլիոն է խոստանում Հեզբոլլահի ֆինանսական աղբյուրի բացահայտման համար։ Այս մասին հայտարարություն է տարածել պետքարտուղարությունը։ Վաշինգտոնը նաև պատժամիջոցներ է սահմանել Լիբանանի մի շարք քաղաքացիների ու պաշտոնյաների նկատմամբ Հեզբոլլահի հետ կապեր ունենալու, խմբավորմանն աջակցելու պատճառով։ Լիբանանում Իրանի դեսպանն էլ է այդ ցուցակում։ Իրանը դատապարտել է իր դեսպանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները։ Հեզբոլլահն ամերիկյան պատժամիջոցներն անվանել է լիբանանցիներին վախեցնելու փորձ։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։